Մի պահ կանգ առ և մտածիր քո ընտանիքի մասին, որքան սեր կար մի ժամանակ, որքան ջերմություն, որքան երազանքներ, և հիմա գուցե ինչ-որ բան փոխվել է, գուցե լռություն կա, գուցե հեռավորություն, գուցե խոսքեր կան, որ ցավեցրել են, բայց լսիր սա, ընտանիքը պատահական չէ, ընտանիքը Աստծո կողմից տրված սուրբ կապ է, և երբ այդ կապը ցավում է, դա նշանակում է այն դեռ կենդանի է։ Շատ մարդիկ մտածում են, եթե սերը թուլացավ, ուրեմն վերջ, բայց ճշմարտությունը ուրիշ է։ Սերը չի անհետանում, սերը պարզապես երբեմն հոգնում է, երբ չեք լսում իրար, երբ չենք հասկանում իրար, երբ ցավ կուտակվում է։ Սերը ծածկում է, բայց չի մեռնում։ Եվ հենց այստեղ է սկսվում վերականգնումը։ Վերականգնումը սկսվում է ոչ թե մյուսից, այլ քեզանից։ Երբ դու որոշում ես, ես չեմ ապրելու բարկության մեջ, ես չեմ պահելու ցավը սրտումս, ես ընտրում եմ խաղաղությունը։ Սա հեշտ չէ, հատկապես երբ վիրավորված ես, բայց հիշիր, ներումը չի նշանակում մոռանալ ցավը, ներումը նշանակում է ազատել քեզ այդ ցավից։ Երբ դու ներում ես, դու բացում ես դուռը Աստծո աշխատանքի համար, և հենց այդ ժամանակ է Աստված սկսում դիպչել սրտերի։ Գուցե քո ամուսինը հիմա լուռ է, գուցե նա հեռացել է հոգեպես, գուցե չի հասկանում քեզ, բայց Աստված հասկանում է, և Աստված կարող է անել այն, ինչ դու չես կարող։ Նա կարող է փափկեցնել ամենակարծր սիրտը, նա կարող է վերականգնել ամենակոտրված կապը, բայց մի բան է պետք՝ հավատք և համբերություն։ Միշտ ապիր ասել ամեն ինչ վերջացել է, Աստված դեռ չի ավարտել։ Այն ընտանիքը, որի համար աղոթում են, չի քանդվում հեշտությամբ։ Աղոթքը պատ է ընտանիքի շուրջ, աղոթքը բուժում է վերքերը, որ նույնիսկ խոսքերը չեն կարող բուժել։ Այսօրվա որոշում արա։ Թող քո տունը լինի ոչ թե կռվի վայր, այլ խաղաղության տեղ։ Թող քո խոսքերը լինեն ոչ թե վիրավորող, այլ բուժող։ Թող քո սիրտը լինի բաց, ոչ թե փակված ցավի մեջ։ Եվ երբ դու անում ես քո մասը, թող մնացած Աստծուն, որովհետև Աստված վերականգնող Աստված է։ Նա վերականգնում է ընտանիքներ, նա միացնում է սրտեր, նա վերադարձնում է կորցրած սերը։ Եթե դու հիմա կարդում ես սա, իմացիր, դեռ հույս կա։ Քո ընտանիքը կարող է նորից դառնալ ջերմ, նորից դառնալ սիրով լի, նորից դառնալ օրհնություն։ Մի հանձնվիր, աղոթիր, հավատա, սպասիր։ Աստված գործում է նույնիսկ այն ժամանակ, երբ դու չես տեսնում։ Աղոթիր ինձ հետ։ Տեր Աստված, քեզ եմ հանձնում իմ ընտանիքը։ Բուժիր մեր սրտերը, վերականգնիր մեր կապը, վերադարձու սերը և խաղաղությունը մեր տուն։ Տուր մեզ իմաստություն, համբերություն և ներողամտություն։ Թող մեր ընտանիքը լինի քո ներկայությամբ լի։ Տեր Աստված, խնդրում եմ, բժշկիր այն ընտանիքների ցավերը, որ հիմա լսում են, Տեր։ Իմ Աստված զորավոր Աստված է, իմ Աստված կառուցող Աստված է, իմ Աստված ամենակարող է, հավատացեք նրան։ Հայր, Որդի և Սուրբ Հոգի, ամեն։